բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանադրական դատարանի որոշումը լինելու է հօգուտ ձայնագողերի, բայց այնուամենայնիվ մենք պետք է հիմիկվանից ոչ թե մտածենք արդեն այս սահմանադրական դատարանի որոշման մասին, այլ մենք լուրջ գործ ունենք անելու սահմանադրության հանրաքվե են դնելու ահաբեկիչները, պատկերացնում եք Հայաստանում անլեգալ իշխանությունը, Արցախը հանձնած իշխանությունը փորձելու է հանրաքվեի դնի ու այս պահին փորձում է նվազեցնել մարդկանց ընտրողների քանակը, այն օրենքներ են բերում հակասահմանադրական, որ անցկացնեն, որ չգիտեմ 6 ամիս մի տարի ովքեր որ բացակայել են Հայաստանից ընտրելու իրավունքից զրկեն, տենց օրինակ կարան ասենք, չգիտեմ, բաներին էլ ասենք պատառաքաղով ճաշուտողներին էլ ընտրական իրավունքից զրկեն, ավելի կքչանա կամ չգիտեմ, բանը առավոտը ժամը 10-ին արթնացողներին զրկեն ընտրական իրավունքից, տենց էլ ավելի կքչանա, այսինքն մենք գործ ունենք ռասիստական սեգրեգացիայի հետ, հա, որ հանուն իրենց իշխանությունը պահպանելու, ոնց որ ասենք բանն էր, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդ էր, հա, սևերը իրավունքներից զրկված էին։ Հիմա սրանք էլ իրավունքներից որոշակի խմբի փորձում են զրկել, որպեսզի վերարտադրեն իրենց իշխանությունը, ու սրանք եվրոինտեգրման այս ձգտող իշխանություններն են։ Հիմա այդ փորձում են կրկին նորից ենք ասում, հիմիկվանից կեղծում են հանրաքվեի արդյունքները, որը որ կեղծիքներով պետքա դնեն հանրաքվեի։ Դրա համար սիրելի դիմադրության ուժեր, այս անգամ դուք չեք փորձվելու հանկարծ ասել, որ հանրաքվեն անցնելու է արդար պայմաններում եւ չգիտեմ, եթե ոչի շտաբ եք ստեղծելու, ոչի շտաբը հաղթելու է։ Այս պայմաններում ճիշտն ասած, եթե սահմանադրական հանրաքվեն ընդունելու եք, որ հնարավոր է անցնի եւ դրանից որևէ հետևանք չունենա քաղաքացիական պայմանագիրը, կարծում եմ դուք այլևս չեք կարող լինել այն առաջնորդը այս ժողովրդի, որովհետև պետությունը վերանում է, եթե սահմանադրության մեջից հռչակագիրը հանելու են, հռչակագիրը տապալելու են, վերացնելու են եւ սահմանադրությունը համապատասխանեցնելու են, որպեսզի Հայաստանը ձուլվի Թուրքիային եւ Ադրբեջանին ու դրանից հետո հետևանքներ չի լինելու եւ ժողովրդին նախապատրաստելու են, որ դե գիտեք ինչ կա բաներ, այտենց արդար լինելու հանրաքվեն, ասենք Արցախը հանձնածները պետքա արդար հանրաքվե անեն կամ հիմա ոնց էր ընտրությունների ժամանակ, չէ, հարցազրույցներ էին տալիս, ասում էին դե բանը կեղծիքներ չեն լինելու առանց երբ որ կեղծիքները արդեն 5 տարի առաջ սկսվել էին։ Դրա համար այստեղ շատ կարևոր է քաղաքացիական հասարակության դերը, որովհետև քաղաքացիական հասարակությունը պետքա բացատրի, որ հենց հիմիկվանից հենց այս ընտրությունները կեղծելով արդեն կեղծվում է հանրաքվեն եւ այդ հանրաքվեն նույնիսկ եթե դրվի, նույնիսկ եթե չդրվի, նույնիսկ եթե ինչ-որ թիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց այս բանի Վահագն Ձայնաքաղի հետ նկարեն, միևնույնն է ոչ ոք պետք է չընդունի այդ արդյունքները որևէ պարագայում, ուստեղ արդեն սահմանադրական դատարան դիմելու հարց չկա, որտեղ սահմանադրական դատարանը մենք տեսնում ենք, ասենք Սեդա Սաֆարյանն է սահմանադրական դատարանի ներկայացուցիչը, ով քաղաքական հայտարարություններ է անում, ընդ իր աղբերն է Ստյոպիկը Սաֆարյան ստատուսներ է գրում, ասում է թե Սեդան ինչ հարցեր տա փաստաբաններին, սարքել են իրենց բանը, էլի այդ ընտանիքի այդ խոհանոցի բանը, մենդ քուրը աղբերը ճաշ է այփում, քուրը, չգիտեմ, բանը փաստաբաններին ալսում։ Դրա համար այստեղ շատ կարևոր է։ Մենք ժամանակ ենք կորցնում, մենք հիմիկվանից պետք է արդեն սահմանադրական այս հանրաքվեի տապալման հետ կապված մեր ուղեղները, մեր էներգիան աշխատացնեինք, բնականաբար հասկանալի է, որ ազգային ժողովի մանդատները վերցնելու են, դա արդեն դրան նպատակադրված միջոցառումներ են իրականացվում, հանրությանը սկսել են հասկացնել, բացատրել, որ այո, մանդատները վերցնելու ենք, ճիշտն ասած նրա մեջ չվերցնելու մեջ էլ կա արդյունավետության հատիկ, վերցնելու մեջ էլ կա, դրա համար չեմ ուզում մտնեմ այդ խոսակցության մեջ, թե մանդատը վերցնելը լավ է, թե լավ չի, այնուամենայնիվ այդ մանդատները պետք է ամբողջությամբ ամենաարդյունավետ ձևով, ամենաաշխատասեր ձևով եւ ամենավճռական համարձակ ձևով օգտագործվեն Հայաստանի սահմանադրությունը, Հայաստանի հռչակագիրը
պահպանելու եւ այս ահաբեկչական խմբավորմանը հեռացնելու հարցում եւ այո հիմիկվանից ասում եմ ազատագրումը այն որ 8 տարի լավ 8 տարի չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսվել է հիմա նոր հնարավորություններ է ստեղծում որովհետեւ այս հնարավորությունների մեջ այնպես չի որ դիմադրության ուժերի վիճակը լավ չի տեսեք Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը անլեգալ իշխանություն է նրանք ընտրությունները կեղծելով են այսինքն 100%-ի բոլոր ԿՊ ընտրած մարդիկ 100%-ն էլ զենքը գլխին դրել են ասել են պիտի մեզ ընտրես անկախ նրանից իրանք ինչ են ասում նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ինքը իր գլխին զենքը դրել է ասել է դու պետքա ընտրես ինքդ քեզ որտեվ չի կարա ասենք Նիկոլ Փաշինյանը ընտրի քաղաքացիական պայմանագիր երբ որ ինքը ասում էր սուպեր վարչապետական համակարգը պետքա վերացվի երբ որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ հասկանում եք տարբեր են դրա համար ինքը զենքը դրել է իր գլխին որպեսզի ինքը հիմա ընտրի այս հիմիկվա Նիկոլ Փաշինյանին սրանից հետևում է սրանից ինչա հետևում մոռացա մտքից թելը կտրվեց բայց հեսա կփորձեմ վերականգնել սրանից հետևում է որ եթե նրանք անլեգալ իշխանություն են եւ այս պայմաններում պատկերացրեք թոշակները բարձրացրեցին այդ ապահովագրությունը գցեցին մեջ չգիտեմ ընդ սրտիկ փրտիկներ էին սաղորը անում եվրոպական աջակցությունը ստացան Թուրքիայի աջակցությունը ստացան Իսրայելի աջակցությունը ստացան Բրիտանիայի աջակցությունը ԱՄՆ-ի աջակցությունը ստացան Ադրբեջանի աջակցությունը ստացան լցրեցին բանտերով հազարավոր մարդկանց ապօրինի գործեր սարքեցին են բոլոր են բջիջների վրա ովքեր կազմակերպչական այդ աշխատանքներով էին զբաղված Էլա ատելության խոսք, էլա հաբեկում, ծեծ, ջարդ, սպանություն Արմեն Հովհաննիսյանին հիշենք, որ սպանեցին։ Չէ, Արմեն Գրիգորյանը դատանում սպանեցին, այս Արմեն Հովհաննիսյան պաստառի համար, այս նախընտրական շրջանում պաստառի համար սպանեցին։ Հիմա պատկերացրեք, այս ամբողջը անելով, հետո ժամը 2-ին դուրս գալով ասելով, մենք հաղթել ենք եւ այլն, այս ամեն ինչը անելով, նույնիսկ հիմա բանին Անդրանիկ Թևանյանին, Աշոտյանին, Ավետիք Չալաբյանին ձերբակալ Ավետիք Չալաբյանն էլ վստահաբար իմացեք, է սահմանադրական դատանի եւ սահմանադրական այդ հանրակրվեի կեղծիքների համար են բռնել, որովհետև Ավետիք Չալաբյանը երևակայական նոր առաջարկներ էր անում։ Մասնավորապես կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց սահմանադրական դատանի մոտ պետքա մնանք ամեն օր, այսինքն գեներացնենք ինչ-որ ուժ հնարավորություն, որպեսզի սահմանադրական դատանի դատավորները ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար որոշումը կայացնեն, այլ ըստ մասնագիտության։ Հիմա Ավետիք Չալաբյանը քանի որ մեկուսացված է, այդ կարծիքը, այդ առաջարկները անող, ինձ թվում է այդ թիմում չկա դրա համար սահմանադրական դատարանի մոտ ժողովուրդը չի մնում ամեն օր, որ հուլիսի 4-ին ինչ-որ բան անի։ Ու չմոռանանք Անդրանիկ Թևանյանին էլ արեցին, որպեսզի ԲՀԿ-ի ձայները ջնջեն։ Մի խոսքով այս պատկերացեք, այս մարազմը այս ամեն ինչը արել են ու կարողացել են, ասել են լավ դե մի քիչ ամոթ է էլի, ասենք 50+ գոնե այսքանից հետո չնկարենք։ Ասել են Վահագն ջան, գոնե ասենք այդ 30% ձայնը որ ստացել ենք 49 80 90 երևի ասել են 90 ընդդեղից մեկը ասենք Ալեն Սիմոնյանը ասել է դե չէ մի քիչ ամոթ է 90-ը 80 են ասես վիճակ էլի ու այս ամբողջ այս ապօրինությունները այսքան են կարացել հավաքեն այսինքն իրենք չեն ստացել մեր բնակչության քաղաքացիների 50+-ը իսկ այդ 49 եսիմ ինչքանն էլ բոլորն էլ զենքը գլխին դրած տարել են ասել են կընտրեք քաղաքացիական պայմանագրին այտենց Հիմա սրանք պետքա ինչ-որ օրենքներ ընդունեն ստեղ, հա, այդպես մաֆիան էլ կարա այտենց գա, նստի եւ իր օրենքները ընդունի, կամ ասենք, չգիտեմ, ահաբեկիչները, հենա ISIS-ը քանի տարի էր այդ մերձավոր արևելքում գրավել էր, այտենց մարդկանց գլուխը փրթելով, իր օրենքներն էր որոշել։ Հիմա նույնը սրանք են։ Դրա համար չենք ընկճվում, ասել ենք, ինչ արդյունք է լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, այս պայքարը ոչ մեզնով սկսվել է, ոչ մեզնով ավարտվելու է, իսկ ովքեր այս պայքարի մեջ են, հավատացեք, որ անմահ են, որովհետև այն ինչ որ մենք վերցրել ենք մեր նախնիներից, իրենց անմահացրել ենք, իրենց միտքը անմահացրել ենք, մեր գլխում է ապրում իրենց միտքը, իրանք ֆիզիկապես թեև սենց չկան, բայց միտքը մեր գլխում է, հետևաբար իրանք կան, եւ այդ միտքը, երբ որ փոխանցվելու է հաջորդներին, ոնց որ Դեկարտն է ասում, մտածում եմ հետևաբար կամ մենք էլ լինելու ենք ուրիշի գլխում մտածվում եմ, հետևաբար կամ
խնդրեմ, տեսեք ոնց